Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 12։ Դեռ հավատում ես։ Ոչ շատ վաղուց Տիրոջ հետ խորհրդածելիս անսովոր փորձառություն ունեցա։ Նրա մեղմ և հանգիստ ձայն ինձ հարցրեց. դեռ հավատում ես։ Դեռ հավատում ես, որ ես քեզ անվերապահորեն սիրում եմ, որ քեզ հիմա առաջնորդում է իմ Սուրբ Հոգին, որ քո թափված ամեն արցունքը իմ կողմից է թափվում, որ հենց այս ժամին, այս վայրում դու Աստծո կատարյալ կամքի մեջ ես։ Արդյոք դեռ հավատում ես, որ ամեն բան բարեի գործակից է նրանց համար, ովքեր սիրում են ինձ, որ ես լսում եմ քո աղոթքները նույնիսկ այն ժամանակ, երբ դու բառեր չունես դրանք արտահայտելու, երբ ամեն ինչ մութ է թվում և դու ընկճված ես, երբ թվում է, թե ես փակել եմ երկինքը քո առաջ։ Դեռ հավատում ես, որ ես կերակրում եմ բոլոր կենդանի արարածներին, ձկներին, անասուններին, թռչուններին, բոլոր սողացողներին։ Հավատում ես, որ ես հաշվում եմ քո գլխի յուրաքանչյուր մազը, որ ես հաշվի եմ առնում երկրի երեսին ընկած յուրաքանչյուր թռչուն։ Արդյոք դեռ հավատում ես ինձ, երբ մահն այցելում է քո սիրելիներին։ Հավատում ես, որ ես մխիթարություն և զորություն եմ տալիս առերեսվելու մահին։ Հավատում ես, որ սիրում եմ քեզ, որ ես ներել եմ քո բոլոր անցյալ և ներկա մեղքերը և կներեմ քո բոլոր ապագա մեղքերը, եթե հանգչես իմ մեջ և վստահես ինձ։ Հավատում ես, որ ես գիտեմ, թե երբ է սատանան իր դևերին ուղարկում քո դեմ, քո մեջ սուտ, կասկած, հայհոյանք, վախ, հուսահատություն սերմանելու համար։ Դու դեռ հավատում ես, որ դու իմ ձեռքում ես, որ դու ավելի թանկ ես քո Փրկչի համար, քան ոսկին, որ քո ապագան հավերժական կյանքն է, որ չկա զորություն, որը կարող է խլել քեզ իմ ձեռքից, որ ես ցավ եմ ապրում քո ամեն թուլությունից և այն տառապանքից, որ դու կրում ես։ Դու դեռ հավատում ես, որ այս բաները ճշմարիտ են։ Իմ պատասխանն է. այո, ես դեռ հավատում եմ այդ ամենին և ավելիին։ Կարդացեք Սաղմոս 103-րդը և հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք հավատում եմ այս գրված ամեն խոսքին։